Բուրգազյան, որ ասում եմ, կլյուչ է, բանալի է։ Տեսեք ինչ եմ ասում, մի կողմից Ռուսաստանի պետական դումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Ռոխլի սպանության, ուրանի գործարքի մասին խոսքը։ Մյուս կողմից հոկտեմբերի 27-ի ֆինանսավորման։ Վարդան Բուրգազյանը այդ ծրագիրը, չագործավոր ծրագիրը դրել շրջանառության մեջ Ռուսաստանի ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանի պայմանավորվածությունների զուգահեռ։ Այսինքն ամենակիչը նա նախորդ իմացել էր, թե ինչ պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեր, որը թղթիներ հանձնել է եւ բաժանել էր 67-ից ավել հանցավոր խմբավորումների։ Եվ այն, որ Վազգեն Սարգսյանը այդ պայմանավորվածությունները Վլադիմիր Պուտինի հետ մինչև հոկտեմբերի 27-ը ուներ, խոսքը գնում էր այս Ռազիել Կասպից ծովի բիոռեսուրսների բաժանման գլոբալ առումով, որ ինքնաթիռի մեջ միամիտինքը Վլադիմիր Պուտինը պետք է դառնար արդեն Ռուսաստանի նախագահ։ Եթե պայմանավորվածությունները Վազգեն Սարգսյանները Հայաստանում նախագահ պետք է դառնար։ Վազգեն Սարգսյանը։ Այսինքն Բուրգազյանի միջոցով դրած այդ շրջանառության մեջ ծրագիրը, որ այս կան տարի շահարկում են, էս են անում, են անում, մի նպատակ ուներ կոծկելու Վազգեն Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նախորդ շրջանառության մեջ դնելու, ձախողելու եւ մնացած ինչ որ մենք հոկտեմբերի 20-ից հետո տեսանք։ Հոկտեմբերի 27-ի մասով ամբողջությամբ բացահայտված է, պաշտոնապես հայտարարում եմ, ամբողջությամբ բացահայտված է եւ կոնկրետ ֆինանսավորման, թե հոկտեմբերի 27-ի ծրագրման, թե Պարագլուխ Դարի Հունանյանի ֆինանսավորման կապով մի հատ բանապետ, կառավարությունապետ, իմ Վարդան Բուրգազյանի, որի ընթացքում կամ ես կկալանավորվեմ որպես սուպլատություն, կամ Բուրգազյանը կկալանավորվի, գույք պարտքի դիմացի հետ առաջ եղել է հայ-ռուսական համատեղ ձեռնարկության ծրագիր։ Նա հատուկ գործողությունների հետևանքով դա Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածքում ահաբեկչության, Ռուսաստանի արդեն նախագահ Պուտինի, Վլադիմիր Պուտինի տարածաշրջանային այցի շուրջը հատուկ գործողությունների եւ Ադրբեջանում Ռուսաստանի նախագահ Պուտինի դեմ մահափորձի հետևանքով է փոխվել գույք պարտքի դիմաց։ Դա ծրագիրը առաջի հերթին Ադրբեջանի շահերից է եւ ռուսների դեմ էր։ Գույք պարտքի այո, համեմատությունը ընդհանրապես կապ չունի գույք պարտքի դիմացի Քավորի, Բերեզովսկու եւ իր այդ հանցավոր խմբավորման, որից մեկը այսօր Հայաստանի էլեկտրացանցում նստած է Բուրգազյան Վարդան։ Եվ ինչպես նախորդին հարցազրույցի ժամանակ ասեցի, որ այն փաստաթղթերը, որը վերաբերում է կավերագույն նյութերի եւ հանկահունքային ռեսուրսների, շատ հավանական է, եւ ես ասում եմ շատ հավանական է, որոշ բաներից հետո կպարզվի, դա հավանական է, թե 100% է, որ նախապատրաստվել է Հայաստանում։ Նա որ ազգային անկարգության ծառայությունում ներդրված գործակալա թուրքական վրացական հատուկ ծառայությունների միջոցով թուրքական այդ անձնավորությունը մինչև հոկտեմբերի 27-ը եթե նստած էր արտաքին ֆինանսական պատոկների վրա, այդ հայ կենկա որ ստեղծել է 2005 թվականից հետո Հայաստանի էլեկտրական ցանցերի անվտանգության գծով տնօրենի տեղակալ, ասեն ներքի ֆինանսական պատոկների։ Իսկ մի փոքր գաղտնիք կա, այդ բաշխից ցանցերը, ժողովրդասպան բաշխից ցանցերը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, դա վաղուց մինի քաղաքական դաշտ է։ Մինի քաղաքական դաշտ։ Եվ այն հոկտեմբերի 27-ի ծրագրման ու Պարագլխի ֆինանսավորման ամենակարևոր օղակին նստացրել են 2005 թվականից հետո մինի քաղաքական դաշտի ներքի ֆինանսական պատոկների վրա։ Եվ 20 տարի ինչքան նստա, եւ կատարվել է արիքճիշտ ծուրը նստեք դուզը խոսանք քաղաքական դաշտի փոփոխություն։ Մի փաստաթուղթ ապացուցում է, որ մի տարվա տարուկեսվա կազմակերպությունը համ հասցնում է բյուջեի 20%-ի չափով 10-ից 20% տարբեր հաշվարկներ կա փոխկապակցված անձանց հետ հապշտակի յուրացնի։ Զուգահեռ հասցնում է Ռուսաստանի ու Հայաստանի այս կոպիտ ասած երկու կողմի ռուբիլնիկները վերցնի իր ձեռքը։ Ինքն էր որոշում ում տար ոնց
Ռեէքսպորտը Վրաստանի միջոցով դեպի Թուրքիա, որ էներգետիկայից մի քիչ մոտ է կանգնած, ուրեմն Ռուսաստանից Վրաստան հոսանքի արտահանման Կավկասիոնի է կոչվում։ Մի հատ վարձավորիչ կա։ Այսինքն այդ մի վարձավորիչի վրա նստում է հələ կնիքը չստացած կազմակերպությունը։ Սահակյան, ձեր ասելով հաստորեն, ասում եք Վլադիմիր Պուտինի եւ Վազգեն Սարգսյանի միջեւ պայմանավորվածություններ բերվեցին կարևորագույն եւ այն ժամանակ Վարդան Բուրնազյան կոչվածը 67 այսպես հանցավոր խմբավորումների բաժանեց, որպեսզի խոչընդոտվի եւ ուզում եք ասել, որ այս ամենի հետևում թե նախորդ իշխանությունների ժամանակ, թե ներկա իշխանությունների, թե գուցե կարող են ենթադրել եւ ապագա իշխանությունների կանգնած է ինչ որ Վարդան Բուրնազյան դուք չեք չափազանցնում սա կամ գուցե ձեր սեփական շահերից ելնելով այսպես շահարկում եք։ Մի հատ փաստաթուղթ եմ ուզում, որ ես հրապարակել եմ կոնկրետ օրինակով։ Կարելի չէ՞ ես։ Այո, իմ հոկտեմբեր 27-ի նկարների նման խցի։ Վրացական կողմի նամակն է Արմեներգո Կարեն Կարապետյանին, Ատոմակայան Ազատյանին եւ Բուրնազյանին։ Մենակ այս փաստաթուղթը, եթե մասնագիտական ուսումնասիրություն կատարվի, փաստաթուղթը ստորագրվել է 12/10/99 թվականին, այսինքն հոկտեմբերի 27-ից մոտավորապես 15 օր առաջ։ Այս փաստաթուղթը սա 12/10/99 թվականին։ Սրանով պարզվում է, որ Ռոքլինի սպանությունից 98 թվականին հայտնի է, որ կարճ ժամանակ հետո նշանակվում է Ռուսաստանի վարչապետ Պրիմակովը, Եվգենի Մաքսիմովիչ Պրիմակովը։ Բնական է, Պրիմակովը այն ինչ որ Ռոքլինը հայտնաբերել էր թե ուրանի գործարքի, թե չեչենական այդ փողերի զենքի ֆինանսավորման, հայտնի է, որ կոպիտ ասած Պրիմակովի մի տարի հետո տուն ճանապարհեց կամ աշխատանքից ազատեց Բերեզովսկի։ Այս բարից Բերեզովսկի։ Սա հայտնի փաստ է։ Այս ընթացքում ստեղծվում է Հայեկ Էնկամ, որի գլխավոր տնօրենն է նշանակվում Վարդան Բուրնազյանը։ Եվ նայեք, մի տարի չանցած, ասենք եթե վերցնես գրանցել ես կազմակերպությունը, մինչև կնիկ անես, այս անես, այն անես, մի քանի ամիս օֆիս է, այս է, կապեր է, մի տարի էլ չանցած, Պրիմակովից, ռուսական կողմից, Պրիմակովի գլխավորությամբ եւ հայկական կողմից Հայեկ Էնկան ստանում է բացառիկ իրավունք Ռուսաստանից Վրաստան եւ Հայաստանից Վրաստան հոսանքի արտահանման։ Բացառիկ իրավունք։ Ուրեմն նամակի բովանդակությունը ցույց է տալի, որ Վրաստանի խոշոր սպառողները, սկսած AES Տելասիից եւ Ազոտի գործարանից, բոլորի ակտիվների հետ աշխատելու բացառիկ իրավունք է ստանում Հայեկ Էնկան, որի գլխավոր տնօրենն է Վարդան Բուրնազյանը։ Ավելին ասեմ ձեզ, փաստաթղթում բացի նրանից, որ բացառիկ իրավունք է տրվում Ռուսաստանից Վրաստան եւ Հայաստանից Վրաստան հոսանքի արտահանում, բացառիկ իրավունք է տրվում նաեւ ռեէքսպորտի Տուրքիա խոբ։ Թուրքիա։ Դեպի Թուրքիա։ Բացի դրանից, ես էլ ավելացնեմ ձեզ, բացի դրանից, ստեղ փաստաթղթում նշված է, որ դրա հիմքը հանդիսանում է ՌԱՕ ԵՍ-ի ղեկավարության 20/04/99 թվականի եւ Ռուսաստանի վարչապետի 26/08/99 թվականի որոշումները, այսինքն Պուտինի։ Դուք պատկերացնում եք, ստեղծվում է մի հատ կազմակերպություն։ Նոր ստեղծված։ Հələ եթե դունից դնենք շոչիկը ոնց որ ասած միացնենք, կնիկ հանել, բանկում հաշիվ բացել, այդքան գործողությունը չհասած Ռուսաստանի 3 վարչապետի Պրիմակով, Ստեպաշին, Վլադիմիր Պուտին։ Այս այս փաստաթղթերի մասն եմ ասում։ Հայաստանի, ասենք, Ատոմակայան, Արմեներգո, Վրաստանի ամբողջ այն խոշոր սպառողների այս փաստաթուղթը ապացուցում է, որ մի տարի չլրացած, լվացած փողերի մասին չեմ խոսում,
որ այն 100 միլիոնը, որ Ռուսաստանի կառավարությունից տրվել են, ասենք, այս կազմակերպությունը հետ ստեղծվել էր դրա համար, որ այդ 100 միլիոնի այդ աշխատանքները կազմակերպել միջուկային վարելիքի մատակարարման, ռեմոնտի, մյուսի, դա չեմ ասում, որ Հայաստանի բյուջեն 200 միլիոն էր, Վարդան Բուրնազյանի նշանակում է մի կազմակերպության ղեկավար, որը 100 միլիոն, ասենք բյուջեի 50%-ի կեսի չափով ինքը ունենում է այդ իրավունք այդ գումարների, էլ չեմ ասում ինչքան փոշիացնում, ինչ հափշտակում, իրացնում։ Չեմ ասում մինչև հոկտեմբերի 27-ի բյուջեի մոտարապես ապացուցված փաստերով։ Մոտարապես 20%-ը այս կազմակերպության միջոցով հափշտակվել յուրացվել է։ Այն նախորդ իշխանությունները, ձեր ասած ներկայիս իշխանությունները որևէ գործնական քայլ չեն անում։ Դե այսօր Վարդան Բուրնազյանը Այսինքն ձեզ պատասխանում եմ, դա ոչ իմ հիվանդ երևակայության արդյունքը։ Այստեղ գրած է Ռաո Եսի ղեկավարության 0506-228 օդ 20/04/99 թվականի այդ բացառիկ իրավունքները որտեղ ունեն։ И председатель правительства РФ 157/2 26/08/99 Սա միակ փաստաթուղթը չէ, ես ծանոթ եմ վերջերս Տարոն Սահակյանը փաստաթղթերի շարք է այսպես գաղտնազերծում Եվ այս մի փաստաթուղթը ապացուցում է, որ մի տարվա տարուկեսվա կազմակերպությունը համ հասցնում է բյուջեի 20%-ի չափով 10-ից 20% տարբեր հաշվարկներ կա փոխկապակցված անձանց հետ հափշտակի յուրացնի։ Զուգահեռ հասցնում է Ռուսաստանի ու Հայաստանի այս կոպիտ ասած երկու կողմի ռուբիլնիկները վերցնի իր ձեռքը։ Ինքն էր որոշում, ում տար, ոնց Ռեէքսպորտը Վրաստանի միջոցով դեպի Թուրքիա, որ էներգետիկայից մի քիչ մոտ է կանգնած, ուրեմն Ռուսաստանից Վրաստան հոսանքի արտանման Կավկասիոնի է կոչվում։ Մի հատ վարձավորիչ կա։ Այսինքն այդ մի վարձավորիչի վրա նստում է հələ կնիքը չստացած կազմակերպությունը։ Վրաստանը իր այն խոշոր սպառողների ամբողջ այդ փունջը համաձայն ես փաստաթղթի։ Նվիրում է կնիկ չստացած։ Չեմ ասում փողերի լվացումը, չեմ ասում Վրաստանի բանկերի միջոցով այդ նույն անունը կրող կազմակերպությունների միջոցով offshore կամպանիաների փոխանցած փողերը, չեմ ասում Վրաստանի նախագահի հանձնարարությամբ, Շուվարդնաձեի հանձնարարությամբ այս կազմակերպությանը, բայց այս փաստաթղթով մենակ պեչատ դնելու տեղ չկա, որ այդ Վարդան Բուրնազյանը իրանից չգիտեմ ինչ աներ կայացում, շատ լավ ինչ աներ կայացում։ Ասենք խոսքը Վարդան Բուրնազյանը չի։ Համակարգի սպասարկումն է։ Խոսքը այո, թե ով է ինքը եւ այսօրվա ես ինչեւ այդ կասկածի տակ վերցնում, որ այդ փաստաթղթերը Հայաստանում բանալը ստեղծվել այս վերջի որ ստորագրեցին պետական ես ինչ եմ ասում որ սա երրորդ կողմի չեմ կասկածում որ երրորդ կողմի ինչ եմ ասում որ սա հակասությունների համար է եւ շատ հավանական է որ սրա հետեւը կանգնած է այս նույն դες Վարդան Բուրնազյանը մենակ այս փաստաթղթով եթե մենք իրավական երգիր ունենք եւ պետության մեջ պետություն հանցավոր խմբերի ջեբի գրպանի ոնց որ ասած պարունակությունով չափրեինք, վաղուց էս հարցը պետք է լուծված լինի, վաղուց։ Դե փաստորեն նույնն է հանցավոր համակարգը, որը հոկտեմբերի 27-ից 2 շաբաթ առաջ նման փաստաթուղթ է կարողանում ձեռք գցել, մինչ օրս պահպանում է իշխանությունը եւ նույն Վարդան Բուրնազյանը դեռևս առողջ պաշտոնավարում է հետսում։ Այո, ասեք, օրինակ գիտեք ոնց, արեք սենց, ես մի շարք փաստաթղթեր եմ հրապարակել եւ որոշ մեկնաբանություններ տվել եմ։ Սենց բանավոր մեկնաբանություն մենակ այս փաստաթղթին տվեց։ Բայց քանի որ քննչական կոմիտեն հարց չի համարում, կան չի ասի, լավ, այս փաստաթղթերը ո՞ր դրեց։ Կամ այս փաստաթղթերը ինչ կապ ունեն հոկտեմբերի 27-ի հետ։ Կամ այդ Վարդան Բուրնազյանը այդ ոնց որ դուք սովորական մարդը կարա հարցնի, այդ ինչ դարա որ այս 4-ը նախագահ, 3 նախագահ, մի հատ երկրի վարչապետ, այսօր
ասենք միջև է տաշի խմբում էր, հիմա տաշի խմբից հետո սաղի մոծոր գործից հանին ես այդ էլի կիրատերը մնաց, մեկը չի բանջան, դա համար ես ասում եմ, որ շատ մեծ հավանականությամբ այս հայ-ռուսական հարաբերությունների այսենց սրման զուգահեռ, որը նաև խնդիր է դրված գլոբալ առումով սրել Ռուսաստան-Ամերիկա հարաբերությունները, Ալյասկայի պայմանավորվածությունները նկատի ունեմ, սա կարող է բերի, ասենք ինչ-որ քաղաքական ուժի, կոնկրետ ասենք քաղաքացիական պայմանագրին ինչ-որ, չգիտեմ, այդ փաստաթղթերը ինչ վերջերս Ամերիկայի նախագահան հայտարարեց, որ ինքը պաշտպանում է, միգուցե ինչ-որ PR-ի, մի-արի ուղղությամբ, բայց շատ եմ կասկածում, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի պարագայում, ինքը շատ լավ տեղյակ է, թե իրականում, այն հետագային, որ Աստված ոչանի ասի, ջեբս գցեցիք, իր ջեբը ինչ է գցե, եթե սա, այս իմ ասած, Եվս ասած այդ Ռուսաստանի միջոցով գործող թուրք-ադրբեջանական և Ադրբեջանի շահերը, Թուրքիայի շահերը Հայաստանում սպասարկող, համատեղ խմբավորումների, պետության մեջ պետություն, տրանսազգային էթնիկական հանցավոր խմբավորումների միջոցով կազմակերպված երրորդ կողմի շահերը սպասարկող 15 թվականին ես ներկայացրեցի ասեցա կոչում ինստիտուտ Ստրատեգիական ինստիտուտ Ռոսийской Ֆեդերացիի Ռուսաստանի ստրատեգիական հետազոտությունների որի հիմնադիրը նախագահն է ծրագիրը ներկայացնելուց հետո եւ ծրագրում շատ կարեւոր տեղ էր զբաղեցնում Սյունիքի, հատկապես Զանգեզուրի, պղնձամոլիբդենային կոմբինատի Պոչամբարի հատուկ տեխնոլոգիաներով մշակման, մոտավորապես 60 միլիարդ դոլարի հազվագյուտ մետաղների եւ կարևորագույն նյութերի Այս փաստաթղթերի երրորդ փաստաթղթը։ Երրորդ փաստաթղթը։ Չեք պատկերացնի, հաշված ժամեր հետո իմ վրա դուրս եկան շատ լուրջ մարդիկ, ընդհանուր մինչև ասենք ֆուտսիցի այսօրվա տերերը, ուժային կառույցներից բան։ Եվ մի անգամից շրջանառության մեջ դրեցին, որ ես ասենք այդ ծրագիրը, որը ներկայացրել եմ, որը ինստիտուտն ռազմավարական հետազոտություն ինստիտուտում աշխատանքային խումբը վերցրել է որպես ռաբոչի աշխատանքային տարբերակ նայելու, դե դա բավականին լուրջ բան է, էլի, եթե որի հիմնադիրն է Ռուսաստանի նախագահն, մի անգամից շրջանառության մեջ դրեցին, որ ես այդ ծրագիրը Վարդան Բուժնազյանից գողացել եմ։ Ես սկզբից չհասկացա, թե այս կարգի մարդիկ, ասենք ֆուտսիցի, ասենք տերերը, նույնիսկ ասենք ուժային կառույցներից գործող թե նախկին, սենց Վարդան Բուժնազյանի համար ասենք այս բանը, այսի գլուխ են ջարդում, այսի ընդհանուր հարցը հասավ առաջի անգամ եմ ասում, հարցը հասավ ժողովրդի լեզվով ասած, որ ասում ռազմորկեք, վատ իմաստով չէ և լավ իմաստով չէ, ստիպված ես հրավիրեցի շահագրգիռ կողմին, այդ փաստաթղթերը դրեցի սեղանին և ասեցի ասեք, ես պատրաստ եմ անհազգաններով ասել, թե ովքեր են փաստացի, ասեք տեսնեք ինչ է գողացել ես և պարզվեց, որ եթե Վարդան Բուժնազյանը չլներ, ես չէի իմանա, որ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, որտեղ են գտնվում իրա միջոցով, ես իրանից գողացել եմ այդ տեղեկությունները։ Հյուսիսում Վրաստանը, ասիկե այդ երկրների տեղերը չեն փոխվել։ Երկրորդը, ես այդ ասում գեոպոլիտիկի պրովոդներ, որ ասենք Ռուսաստանից գազը գալիս է Հրազդան, իսկ միջուկային վառելիքը գալիս է ատոմակայան։ Պարզ ասած, ատոմակայանը գազի վրա չի աշխատում։ Բայց արեք տեսեք դրա տակը ինչ կար։ Դրա տակը կար շատ լուրջ բան, որը ուղիղ կապված էր հոկտեմբերի 27-ի հետ։ Վարդան Բուժնազյանը այդ ծրագիրը, չագործավոր ծրագիրը դրել է շրջանառության մեջ Ռուսաստանի ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանի պայմանավորվածությունների զուգահեռ։ Այսինքն ամենակիչը նա նախորդ իմացել էր,
թե ինչ պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեր, որը թղթիներ հանձնել է եւ բաժանել էր 67-ից ավել հանցավոր խմբավորումների։ Եվ այն, որ Վազգեն Սարգսյանը այդ պայմանավորվածությունները Վլադիմիր Պուտինի հետ մինչև հոկտեմբերի 27-ը ուներ, խոսքը գնում էր այս ռազդիլ կասկածից ծովի բիոռեսուրսների բաժանման գլոբալ առումով, որ ինքնաթիռի մեջ միամիտ ինքը ոնց որ ասած բան արեց, հա։ Փաստորեն արդեն հայտնի էր, որ Ռուսաստանում հաջորդ նախագահն լինելու է Վլադիմիր Պուտինը, չէ՞։ Ես ասեմ, որ դա շատ լուրջ ծրագիր էր եւ մեր երկրի փրկությունը կարող է լինել, այսօր այդ մասին մի րոպե շարունակեմ, մի րոպե։ Վլադիմիր Պուտինը պետք է դառնար արդեն Ռուսաստանի նախագահ։ Եթե պայմանավորվածությունները Վազգեն Սարգսյանն Հայաստանում նախագահ պետք է դառնար։ Վազգեն Սարգսյանը։ հոկտեմբերի 27-ը։ Այսինքն Բուրնազյանի միջոցով դրած այդ շրջանառության մեջ ծրագիրը, որ այս կան տարի շահարկում են, էս են անում, են անում, հա, մի նպատակ ուներ կոծկելու Վազգեն Սարգսյանի Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նախորդ շրջանառության մեջ դնելու, ձախողելու եւ մնացած ինչ որ մենք հոկտեմբերի 20-ից հետո տեսանք։ Եվ ես ճիշտ ասած մի քիչ պատասխանատու հայտարարություն եմ անում, մի քիչ չէ, նոր պետք է անեմ, նոր պետք է անեմ։ Եվ մի քիչ մտածում եմ, բայց երևի արդեն այստեղս են հասցրել։ Իմ կարծիքով ելնելով այդ 15 թվականի իմ դառը փորձից, փաստորեն ինչ դուրս եկավ, Ռուսաստանի ներսում թուրք-ադրբեջանական լոբին միանգամից այդ կեղծ ինֆորմացիան դրեց շրջանառության մեջ, իբր թե ես դա Վարդան Բուրնազյանից գողացել եմ, իբր թե այդ ծրագիրը։ Եվ այսօր եթե նայում եմ ինչ զարգացումներ գնաց, փաստորեն այդ իմ կողմից դրված շրջանառության մեջ ծրագիրը փոխարինվեց, կամ չգիտեմ, մաս տարավ, կամ ինչ-որ ձևով դա օգտագործվեց, այս փաստաթուղթը, որը որ ստորագրվեց։ Ես դրանից երկու հետևություն եմ անում, առաջինը Մոսկվայում եւ այդ թվում նաեւ շատ բարձր մակարդակով քաղաքական իշխանության մակարդակով Ադրբեջանը ունի շատ լուրջ լոբի, ինչու գիտենք, շատ լուրջ լոբի։ Երկրորդ այդ Հայաստանի ներսում այդ գործակալական ցանցը, որը ստեղծվել է, ֆինանսավորվել է, ընդհանուր մինչև ասած Հայաստանի հայկական ցակում ունեցող գումարների, այս է պատճառը, որ ճիշտ պահին, ճիշտ ժամանակում, ճիշտ մարդկանց միջոցով չագերտավոր, ոնց որ ես նկարագրեցի հաշվար ժամերի առաջ, Դոսի կենտրոն, Հարայիկ Սարգսյան, դիմակավոր անձինք, այդ ամբողջը դրվում է շրջանառության մեջ, որ ասենք ժողովրդի սենց ուղեղնել, ուշկու միտնել բան արվի, այդ ուղղությամբ գնա, բայց ստորագրման նենց մի հատ փաստաթուղթ, որ չգիտես, դա մեր երկրի սենց կոպիտ ասած փրկության ծրագիրն է, թե Աստված ոչանի կործանն է։ Այսա ես գտնում եմ, որ սրա վրա ես չեմ թաքցնում, ես բավականին լուրջ քայլեր եմ արել, նախապատրաստել եմ պարզելու համար, արդյոք 15 թվականից հետո իմ շրջանառության մեջ դրած ծրագիրը, որ ես դրել էի, որը կապում են իբրև թե Վարդան Բուրնազյանի գողանալու, չգիտեմ ինչի, ես ասում եմ ֆուտսիտի տերերի մակարդակով, ուժայինների, եսի միջի։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մակարդակով դա հաստատվում է, աշխատանքային խումբ է ստեղծվում։ Արդյոք դա այս փաստաթղթերը, որը ստորագրվել է, արդյոք դա այդ նույն Ռուսաստանի միջոցով այդ թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող այդ լոբիի եւ Հայաստանում գործող էլեկտրական ցանցերում նույն Բուրնազյանի ինչ-որ մի հատ խմբի պատրաստված փաստաթղթերի չեն։ Սա շատ կարևոր է եւ ես գիտեմ հայտարարության պատասխանատվությունը, որտեղ նման դեպքում ես պետք է հաթաթ արդեն նշեմ, ասենք 15 թվականից հետո ովքեր, ինչ եւ մի հատ էլ ավելացնեմ, որ հերիք չէր թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող ուժային, թե քաղաքական, թե բիզնես շրջանակներ, նաև շատ լուրջ այդ պրովոկացիաներին մասնակցում էր Ղազախստանում, ղազախական կողմը ներկայացնող եւ Ղազախստանում բավականին լուրջ
թե հակասությունների, թե հատուկ գործողությունների մասնակից անձիկ։ Երկաթուղին էլ Էդել եմ համեմատում։ Դրա համար ես ասում եմ, որ այս պրովոկացիան հայ-ռուսական հարաբերությունների նոր սրացումները դոսիե կենտրոնով, Արայիկ Սարգսյանով, դիմակավոր անձանց եւ այն փաստաթղթերը, որը ստորագրվեց, կարծում եմ իմ անձնական կարծիք դնա, որ դա ամերիկյան կողմից մեծ հաշվով այնքան էլ պետք չի, ես հետաքրքիր չի, բայց ասենք PR-ի համար ընդունենք գործող իշխանություններին, իհարկե ընտրությունների նախաշեմին դա դիտարկվում է որպես աջակցություն։ Իհարկե շատ եմ կասկածում, որ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանի պարագային վերցնենք, գիտեք իմ վերաբերմունքը հոկտեմբերի 20-ի հետ կապված, քանի իշխանապողություն տեղի չի ունեցել, չի բացվել, ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի 18 թվականին դա իշխանապողություն չէր, ոչ էլ հեղափոխություն, այսինքն ես կողմնակից չեմ։ Հոկտեմբերի 20-ով ես կողմնակից չեմ։ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 20-ին Չի բացահայտողը չէ, բայց նույնիսկ այս պարագայում ես կասկածում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն իմանար, որ այդ PR-ի տակը, որ իրան արտակույց իբրև PR-ը, դա փաստաթուղթ է, չէ՞ ստորագրում, ինչ հնարավոր վտանգներ կա, հնարավոր է նաև հրաժարվել։ Արցախի բայց դա արդեն ջեբն են գցել, ոնց ժողովուրդը։ Դե վաղը միսօր հետ էլ կասի պատասխանատու է, բայց տեղավոր է, չէ, վեճ չեն, Դրա համար համեմատելով եւ ասենք փաստելով գումարած նաև բաներ կա, որ ես հիմա հրապարակավ չեմ կարող ասել, բայց պատրաստ եմ ցուցմունք տամ, հա, ես սկզբից ասեմ, հիմա այս հարցազրույցի ժամանակ ինչ ես ասում եմ, պետք է բանը պնդում եմ, որ դիտարկվի որպես հաղորդում հանցագործության մասին։ Բացվում է ինչ-որ պետության մեջ պետություն հանցավոր խումբ, որի մեջ մտնում է ամենակարևոր ազնվորությունը, ասած ոնց ասած, ֆինանսական պատոկի վրա կամ ֆինանսների մեշոկի, թե արտակի, թե ներքին նստած Բոհնազյան Վարդանն է, մի կողմից կրիչոկի վրա է արդեն վերցել Էդվարդ Վաղարշակ Ղազարյանին, որը նաև մարտի 1-ով իր հարազատի, իբրև հարազատին նա ուզում օգնել, բայց շատ ավելի վատ վիճակի մեջ ինքը դրեց իրան։ Մյուս կողմից Սուրիկ Բաղդասարյանն է ԱԾ-ի նախկին մեր մարզի ղեկավարը, որը սենց միան լավ է ճակերտները բացեմ ասեմ։ Դեպքը կատարվել է ամսի 5-ին, ամսի 4-ին ես քննչական կոմիտե քննիչին, որտեղ ես քրեական գործով դժոխ եմ ճանաչել, ես փաստաթղթեր եմ հանձնել շատ կարևոր, եւ Բաղդասարյանի հետ սպասվում էր առերեսում։ Աշտում ցանկացած գործողություն ցույց է տալի, որ ոչ թե մենակ էդի սպանության փորձը է, այլ կոնկրետ բան կանխելու, ինչը կանխելու։ Իմ ու Սուրիկ Բաղդասարյանի առերեսումը, որը Վաղարշակ Ղազարյանի ակաժներն էր եղալու, եւ Վաղարշակ Ղազարյանի ակաժների հետևը ամբողջությամբ այդ Բոհնազյան Կոչեցյալի ակաժներն էր եղալու։